Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների եւ հաղորդումների հեռարձակումը սպառնալիք է Հայաստանի համար, հայտարարել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Պարզվում է նաեւ, որ վերջերս Ֆրանսիան է դիմել մուլտիպլեքսում ֆրանսիական հաղորդումներ հեռարձակելու համար, սակայն մերժվել է։ Եվ այս պահին կապ ենք հաստատել Գյումրի, զրուցելու ենք Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Պարոն Բարսեղյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Բարսեղյան, անդրադառնալու ենք թեմայի, որի շուրջ մենք շատ երկար ժամանակ զրուցել ենք եւ մեր մտահոգություններն ենք հայտնել։ Դուք ինքներդ էլ դեմ եք ռուսական հեռուստաալիքների հայկական մուլտիպլեքսում գոյությանը եւ հիմա հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը նման պարզաբանումներ է տալիս։ Մի կողմից մենք մերժում ենք արտասահմանյան կամ խոսում ենք խոսույթի մակարդակով, որ արտասահմանյան հեռուստաալիքներն ու հաղորդումները չպետք է մուլտիպլեքսում լինեն, բայց ռուսականը շարունակում է մնալ, մինչդեռ ֆրանսիականը մերժում ենք։ Ձեր գնահատականը համեցեք։ Շնորհակալություն։ Ես համարում եմ, որ հայաստանյան ռեսուրսները, մուլտիպլեքսային հնարավորությունները սահմանափակ ռեսուրս են եւ սահմանափակ ռեսուրսները պիտի օգտագործվեն արդյունավետ։ Արդյունավետ օգտագործել ասելիս հասկանում եմ, որ հայաստանյան կարիքները նախ պիտի սպասարկվի, եթե այդ կարիքները կբավարարվեն երբևէ տեսականորեն, ապա նոր միայն պիտի հնարավորություն ընձեռնվի որևէ օտար հեռարձակողի այդ ուրեմն ռեսուրսը տրամադրելու, բայց կոշտ եւ խիստ կանոնակարգված պայմաններով։ Մոտեցումս նույնն է եւ հին մոտեցում է, նոր բան չկա ասածիս մեջ։ Հիմա երբ մենք իրականությունն ենք նայում, տեսնում ենք, որ Կրեմլի հեռուստաալիքները հեռարձակվում են մեր սահմանափակ ռեսուրսով եւ այն հուշագրի կոպիտ խախտումներով, որոնք ստորագրվել են Հայաստանի իշխանությունների եւ Ռուսաստանի իշխանությունների միջև, այս մասին շատ ենք խոսել, 4 տարուց ավելի այդ հուշագիրը կա եւ ով գիտե մի քանի 100 անգամ խախտվել են այդ հուշագրի մի քանի կարևոր պայմաններ։ Մեկ պայմանը փոխադարձության սկզբունքը, որ այդ հուշագրում նկարագրված է, ենթադրում է, որ հայաստանյան հեռուստաալիքներն էլ կոնե մեկը պիտի հնարավորություն ունենա համանման պայմաններով վերահեռարձակվելու Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում։ Սա երբեք չի եղել Հայաստանում, այսինքն այդ հուշագիրը պիտի լիներ երկկողմանի, Հայաստանը թույլ էր տալու վերահեռարձակել ռուսական հեռուստաալիք այստեղ եւ Ռուսաստանը պիտի ուրեմն թույլ տար կամ պայմաններ ապահովեր, որպեսզի հայկական հեռուստաալիքներից մեկը ենթադրենք հանրայինը կամ հանրայինի լրատվականը հեռարձակվեր Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Սա խախտվել է բազմիցս, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել այդ խախտումը վերացնելու համար, նույնիսկ նախարարներից մեկը ելավ ասաց, որ մեզ համոզել են, որ Ռուսաստանը այդ հնարավորությունը չունի։ Սա քննադատել ենք բազմիցս, նորից եմ քննադատում, ասելով, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի լիարժեք լիակատար հնարավորություններ իր իսկ ստորագրած թղթով նախատեսված պարտավորությունները կատարելու համար եւ չի կատարում։ Իսկ եթե չի կատարում, հարկավոր է խզել այդ հուշագիրը, ուղղակի դուրս գալ այդ հուշագրից, ասել, որ թե եթե դուք չեք հեռարձակում, մենք էլ չենք հեռարձակելու եւ վերջացավ։ Այս մասը, այս դրվագը այսպիսով կարելի կլիներ լուծել։ Այնինչ իրենք շարունակում են հեռարձակել եւ բարբերաբար վայրահաչ են կապում Հայաստանի ինքնիշխանության, մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների հասցեին ինչ-որ մեկը կարիք ունի լրացուցիչ բացատրությունների, որ հարկավոր է հրատապ խզել այդ համաձայնագիրը ավելի քան բավարար հիմքերի առկայությամբ։ Այդ հիմքերը առկա են 4 տարի շարունակ։ 20 թվականի դեկտեմբերի վերջից Հայաստանը շարունակում է հեռարձակել ռուսական հեռուստաալիք, իրենք չեն հեռարձակում հայաստանյան հեռուստաալիք։ Սա իմ մոտեցումը եւ ոչ մի նոր բան ես չասացի, քան այն, ինչ ասել էի անցած տարիների ընթացքում։ Պարոն Բարսեղյան, ի վերջո ի՞նչն է պատճառը այդպիսի այսպես հուշագրի, պայմանագրի, այսպես չեղարկումը հապաղելու, այսինքն ի՞նչն է կապում Հայաստանի իշխանությունների ձեռքը։ Այո։ Չէ՞ որ հենց անձամբ թե իշխանություններին, թե Հայաստանին են վիրավորում այսպես ամենօրյա ռեժիմով։ Անհասկանալի զիջողականություն է դրսևորում Հայաստանի իշխանությունը, իրենց պիտի հարցվի, Իրենց պիտի հարցվի, ես երազում եմ այն օրվա մասին, որ այս հասարակ հարցերը
վարչապետին որևէ ասուլիսի ժամանակ կտրվի, լրագրողները կհարցնեն, կասեն ինչու չեք խզում այդ համաձայնագիրը, ինչու չեք ելնում այդ միակողմանի բանից, էլի, բերի տակից։ Վախենում են, ինչից են վախենում, չգիտեմ, հա, առանց այդ 1000 ու մի հաճոց են կապել Հայաստանի վրա, եւ ինչն էր խանգարում տարիներ առաջ արդեն կամ կես ժամ հետո, կամ մի շաբաթ հետո 21 թվականի հունվարին ասել ժողովուրդ ջան պայմանավորվել ենք, որ փոխադարձաբար պիտի ալիքները հեռարձակենք։ Բա մերը հեռարձակեք, մենք տեսնում եք, որ ձերը հեռարձակում ենք, այնքան հասարակ բան է։ Հա, կարողանում են Հայաստանին այսպես կիսաճորտական վիճակում են պահում, նեոկաղութատիրական իրենց քաղաքականության շրջանակներում։ Այս ամբողջը ամեն օր կարող է Հայաստանի իշխանությունը հրապարակավ ասել, մի 2 ամիս ասելուց հետո կարող է ասել մենք արդեն դադարեցնում ենք ձեր ալիքների հեռարձակումը, հենց հնարավորություն կունենաք հայկական հեռուստաալիքը հանրային ասենք, հա, վերահեռարձակել Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքով մենք կվերսկսենք ձեր ալիքի վերահեռարձակումը այստեղ։ Կամ քանի որ 4 տարի շարունակ խախտել եք, մենք խզում ենք այդ համաձայնագիրը եւ հիմա նոր համաձայնագիր չենք կնքում հետներդ։ Ու այս ամբողջը ուզում է հանրային շատ հզոր հաղորդակցություն տարբեր լեզուներով, ռուսերենով հատկապես, էլի մի շարք օտար լեզուներով հաղորդել աշխարհով մեկ, որպեսզի բոլորին պարզ լինի, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հարգել իր իսկ ստորագրած թուղթը եւ իր իսկ պարտավորությունները։ Էլ ինչպես կարելի է հասարակ բան է, չէ՞, դա զենքի մատակարարում չէ, հետո չգիտեմ Աբխազիայի ճանաչում չէ, սա հասարակ բան է։ Հայաստանի իշխանությունն է այս անկործության պատասխանատուն։ Բոլոր նրանք, ովքեր սիրում եւ անվերապահորեն պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, այս հարցի պատասխանը պիտի տան իր փոխարեն։ Ոչ թե ասեն, վայ, մեր վարչապետին բան չասեք։ Չգիտեմ ես, իրենից պետք է հարցվի պատճառը։ Պարոն Բարսեղյան, այդ դեպքում օրինակ, եթե ռուսական հեռուստաալիքները այսպես մեր մուլտիպլեքսում տեղ ունեն, ի՞նչն է խանգարում ֆրանսիականին մերժելը։ Ընդհանրապես այդ ռեսուրսը սահմանափակ է համարվում։ Կա անսահմանափակ ռեսուրս ընդհանրապես, կա սահմանափակ ռեսուրս։ Եվ երբ ես շեշտում եմ իմ առաջին միտքը, հա, երբ հայաստանյան հետաքրքրությունը հանկարծ ստացվի 0 այդ ռեսուրսի նկատմամբ, որովհետև շատ ազդեցիկ ռեսուրս է սա։ Սա նույնիսկ հանքային ռեսուրսից ավելի կարևոր ռեսուրս է, որտեղ գործ ունի հանրային տրամադրություններ ստեղծելու, ձևախեղելու, ճշմարիտ կամ կեղծ տեղեկություններ տալու, հանրային կարծիքը մանիպուլացնելու, ի վերջո վիրավորանք զրպարտություն ատելության խոսք տարածելու, զանգվածային անկարգություններ հրահրելու, այդպիսի փորձեր եղել են, հա։ Սա այդպիսի ռեսուրս է եւ Հայաստանի պետական իշխանությունը պիտի ուշադրությամբ տերեղնի իր ռեսուրսին, սրան նրան չտա, կապ չունի ճապոնական աղբյուր է, վրացական է, հնդկական է, ռուսական է, թե ֆրանսիական է։ Պայմանները պիտի լինեն ծայրահեղ խիստ, բայց շեշտում եմ, ես համարում եմ, որ հայաստանյան հետաքրքրությունները բավարարելուց հետո, եթե կմնա այդ ռեսուրսից ինչ-որ մի բան, ապա միայն միջազգային մրցույթ կարող է լինել, ես իմ մեկ ուրիշ մեխանիզմով կարող է տրամադրվել այն հնարավոր հեռարձակողին, որը լավագույն ծառայությունները պատրաստական կլինի մատուցել Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ֆրանսիականի հետ կապված, եթե չեմ սխալվում, նույն Տիգրան Հակոբյանը իր խոսքում, եթե չեմ սխալվում, հիշեց այն քարտեզի սխալը, թյուրիմացությունը, որը հեռարձակվել էր, հա, հետո ներողություն խնդրեցին դրա համար, փորձելով հիմնավորել, թե այսպիսի խնդիրներ են եղել, ճշգրիտ ուղիղ կապ իհարկե չտվեց, թե այդ պատճառով է, որ չենք տրամադրում կամ չենք տրամադրելու կամ չենք ուզում տրամադրել, բայց ինչ որ է, այսինքն այս տեսակ հարցերը պիտի լուծվեն իմ կարծիքով այն սխեմայով, որը քիչ առաջ ներկայացրեցի, ներքին կարիքները բավարարում եք, օբյեկտիվ լավագույն պայմաններով իհարկե, հա, հանրային շահի կերակայության հաշվառմամբ, ոչ թե այս ինչի սիրուն աչքերի համար են, ինչը շատ փող ունի եւ այլն։ Հա, եթե հանկարծ ստացվում է, որ ունենում ենք ազատ հեռարձակման ռեսուրս, ինչ որ մի կապուղի, որը կարելի է հանել ուրեմն բանի լավագույն հնարավոր օտարերկրյա հեռարձակողին գտնելու համար մրցույթ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, իրավաբանները ավելի լավ կձևակերպեն ըստ երևույթին, հա, այդ դեպքում կարելի է հանել նայել եւ պայմանները խիստ լինեն,
այդպիսի հեռարձակումը պիտի բավարարի հանրության հետաքրքրությունները, այս կամ այն չափով պիտի լինի բարեխիղճ եւ պիտի հարգի Հայաստանի օրենսդրությունը, ոչ թե այդ կրեմլական ալիքների հեռարձակումների պես, որոնք բազմիցս խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Ինչ որ մեկին դուր է եկել, հասկանալի է, բոլոր նրանց, ովքեր ատում են ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքները, իշխանության ձևավորման ժողովրդավարական մեխանիզմը, այդ մարդկանց հետաքրքրությունները դա բավարարում է եւ տուրները գալիս է, որ Մոսկվայից նստած հաճում են Հայաստանի Հանրապետության վրա, ինքնիշխանության վրա եւ ժողովրդավարության վրա, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մարդիկ կարող են լինել, որոնց տուրը կարող է գալ, բայց ակնհայտորեն դա Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտում է, ինչը մենք քանիցս տեսել ենք։ Սա է իմ մոտեցումը։ Կարող են լինել ուրիշ մասնագետներ կամ ընկերներ, որոնք այլ մոտեցում կունենան սրա հետ կապված։ Պարոն Բարսեղյան, ինչպես է գնահատում Սպյուտնիկ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի կարծիքը, թե եթե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատթարանան, ապա Հայաստանը կարող է այլևս գոյություն չունենալ որպես պետություն։ Մեկնաբան Մարգո Սիմոնյանի բարբաջանքները մեկնաբանելը նվաստացնում է իմ արժանապատվությունը։ Փաստի հետ կապված ասեմ, որ Հայաստանի իշխանությունները բանեն ինչ որ մի կերպ ամեն անգամ երբ հաճոց է լինում Հայաստանի հասցեին, պիտի պատասխանեն, գուցեև համարժեք, ասեն, եթե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները վատթարանան, Ռուսաստանի գոյությունը կհայտնվի ծանր սպառնալիքի տակ։ Մեծ ուշադրություն դարձնել ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքին Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այդ բաները չի արել Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հանրային հեռարձակողը ծայրահեղ զուս, բախվորած զգուշ լրատվական քաղաքականություն է վարել, իսկ Ռուսաստանի այդ պետական բյուջեից ծնվող լրատվամիջոցի տնտեսուհին, բանը իրեն թույլ է տալիս նման բաներ, հասկանում ենք, որ սա ներշնչված է Կրեմլից, այլապես զսպված կլիներ Կրեմլից, որպեսզի այդպիսի բաներ չխոսեր։ Սրան բանը պիտի որակյալ պատասխան տա Հայաստանի իշխանությունը, չի կարելի մտածել, որ դե լավ, դե շանտեղ տնենք կամ շանտեղ չտնենք, բաբրա ետքի տեղ տնենք կամ բաբրա ետքի տեղ չտնենք, կանցնի կգնա։ Անմիջական, հզոր հակահարվածներ են պետք հանրային հաղորդակցության մակարդակում, ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլև մի քանի լեզուներով։ Պիտի հակահարվածներ տրվեն խոսքին, խոսքով պիտի հաղթել եւ սատկացնել, ինչպես ասում էին չինացիք, էլի։ Սա է։ Ինքը պրոպագանդիստ է այդ կնիգը եւ զբաղվում է նեոկաղութատիրական քաղաքականության, դուգինա կրեմլական, դուգինա պուտինական, դուգինա ժիրինովսկի պուտինական բաներով երազանքների կամ իղձերի հանրայնացմամբ եւ լեգիտիմացմամբ։ Մեզ հետ չեք, ուրեմն կարող եք կործանվեք, բոլոր նրանք, ովքեր ձեզ հետ չեն շատ վաղուց եւ ժամանակին եղել են ձեր կաղուտները, տեսնում ենք ինչպես են կործանվում, օրինակի համար Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ֆինլանդիան, Լեհաստանը եւ բազմաթիվ ուրիշ նախկին կաղուտներ, այնպես որ այս տեսակ ապուշությունները չի կարելի անտեսել ըստիս։ Պետական իշխանությունն է հիմնական պատասխան։ Կուսակցությունները խորհրդարանական, արտախորհրդարանական, դե պարզ է խորհրդարանական ընդդիմություն կոչվածները չեն համարձակվի Կրեմլին հակաճառել, բայց պատգամավորները, ես իմ այլ կուսակցություններ պիտի որ ասելիք ունենան եւ պիտի ասեն։ Տեսակետ կա, որ Մարգարիտա Սիմոնյանի խոսքերը վկայում են ոչ թե Հայաստանի անվտանգության իրականության մասին, այլ Ռուսաստանի հոգեբանության խորքային վախերի ու նյարդային վերաբերմունքների։ Նեոքաղութատիրության քաղաքականության մեջ են տեղավորվում այս օրինակ հայտարարությունները ոչ միայն Կրեմլի պետական մի շարք պաշտոնյաների եւ պատգամավորների բերանից հնչող, այլև իրենց կրեմլական դեպարզ է, իրենց ունեցած արդեն կրեմլական է։ Անկախ լրատվամիջոցներ հատուկ են ինչ-որ կարելի է դեռ պեղել, բայց նրանց մասին չէ խոսքը։ Կրեմլական լրատվամիջոցների խոսույթը տեղավորվում է նեոկաղութատիրական քաղաքականության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը որպես փլզվող կայսրություն, որը շարունակում է փլուզվել, ուզեն թե չուզեն, անընդհատ ջանքեր է ներդնելու նախկին քաղաքները իր ուղեցիր
վերադարձնելու համար։ Սա նորություն չէ, Հայաստանի քաղաքական կյանքի վրա ազդելով, քաղաքական ուժերից ոմանց սնուցելով, կերցնելով եւ իրենց քաղաքականությունը թելադրել տալով, Հայաստանի փողոցներում ապուշագույն բուկլետներ տարածելով եւ հանրային ուղեղները լվալու փորձերով, պատերազմներով Ուկրաինայի դեմ եւ բոլոր հնարավոր այն դեպքերում, երբ ինքը հարմար կհամարի Վրաստանի դեմ պատերազմը 2008 թվականին եւ այդպես շարունակ։ Այդ համատեքստում է վախ է կոչում, թե սա պրագմատիկ քաղաքականություն, այլ հարց է։ Ինձ թվում է, որ սա իրենց չոր հաշվարկն է, այնպես չէ, որ այդպիսի կայսրությունները նստած վախենում են, լեղաճակ են լինում։ Իրենք գիտեն, որ կայսրությունները մաշվում են, շատ լավ գիտեն, փլզվում են, փոքրանում են, գաղութները անկախանում են, իրենց ամբողջ հաշվարկը այդ process-ը հնարավորինս դանդաղեցնելու համար է։ Գուցե միջները անմեղ սունակներ կան, որոնք մտածում են, որ կարելի է հերով սերով ուրեմն նորից գաղութացնել, վերակաղութացնել նախկին գաղութներին, բերեք մի քիչ գազ տանք, խեղճացնենք Զելենսկուն իր կաբինետով լարենք երկրից, մնացած Ուկրաինան սիրով կտոգորվի, սիրով կլցվի դեպի Կրեմլը, սա բացարձակ անհետեթություն է։ Ինձ թվում է, որ համոզված է, չի թվում։ Ես համոզված եմ, որ իրենց ամբողջ այս քաղաքականությունը տեղեկատվական ճակատում, ռազմի դաշտում, տնտեսության մեջ, տնտեսական կաղութացման գործիքները կիրառվում են, Ռուսաստանի կայսրությունը կամ ռուսական կայսրության փլզումը հնարավորինս դանդաղեցնելու համար, մինչև իրենց կարծիքով մի լույս կբացվի, էլի մի դուռ կբացվի, տեսնեն ինչ կարելի կլինի անել։ Ամբողջ ջանքը կայսրության փլզումը դանդաղեցնելն է, դա իհարկե ամբողջությամբ տեղավորվում է նեոկաղութատիրության գաղափարախոսության մեջ։ Եթե գաղութացման ուրիշ մեխանիզմ, քան թե հին մի քանի 100 տարի առաջ օգտագործված մեխանիզմներից բացի ինչ-որ ուրիշ նոր մեխանիզմներ հնարավորություն ունենան գտնելու, անպայման ձեռնամուխ կլինեն այդ գործիքների կիրառմանը, ինչպես օրինակ, ինչ կլինի, որ այսինչ երկրում ռուսաց լեզուն լինի երկրորդ լեզու, կամ լինի պետական երկրորդ լեզու, դպրոցներում ուսուցումները լինեն այսինչ լեզվով։ Սրանք համեմատաբար փափուկ գործիքներ են եւ նեոկաղութատիրության կամ կաղութի ներողություն կայսրության մաշումը դանդաղեցնելու գործիքներից մեկը կարող է լինել։ Ինչ է պատահել։ Հələ իրանք գլխի չեն ընկել, որ կարելի է բան անել։ Ինչ որ ֆինանսական ներդրումներով սոցիալ կրթական, սոցիալ քաղաքական, հասարակական քաղաքական ինչ գործունեություն լեգալ կերպով աջակցել։ Կգա երևի այդ օրը, այդ ժամանակները կգան, երբ Կրեմլը կորոշի անպայման Հայաստանում բացել ամենուր, ամեն մարզում 2, 3, 4, 5 ինչքան փողերը հերիք կանի, հա, ռուսական մշակույթի օջախներ, հազար ու մի միջոցառումների ֆինանսավորում անել, հատուկենտ լինում են իհարկե, բայց առայժմ են մասշտաբները չունեն։ Իրենց խելքը դեռ մնում է 16-17-րդ դարերի գաղութացման քաղաքականության ձևաչափերի խելք։ Պարոն Բարսեղյան, եթե գանք մեկ այլ թեմայի, նախորդին հանրային խորհուրդ է ձևավորվել, ես կուզեի ձեր կարծիքն իմանալ եւ սպասելիքները նախկինում, օրինակ մենք հիշում ենք, որ Ալեն Սիմոնյանը դա անիմաստ կառույց էր համարում, հիմա դրա անհրաժեշտությունը կա թե ոչ։ Այս մասին նույնպես առիթ ունեցել եմ խոսել այն ժամանակներից, երբ Սերժ Սարգսյանը ստեղծեց այդպիսի խորհուրդ եւ 36 անդամ էին, ինչ-որ բաներ ունեին, հանձնաժողովներ, հանձնախմբեր ունեին, հետո այդ հանրային խորհուրդը, չգիտեմ ինչու որոշեց մտածել էթիկական ստանդարտներ մշակել եւ պարտադրել լրատվամիջոցներին, անեկդոտի մեջ հայտնվեց, գնացինք մի երկու անուշ խոսք ասացինք, հասկացան կարծես եւ նահանջեցին այդ անհետեթ ձեռնարկից։ Հա, ընդհանրապես իմ փորձը ինձ հուշում է, որ պարապ մնալ չի կարելի։ Պարապությունը հիմարությունից վատ բան է։ Հիմա օրենքով սահմանադրությամբ խորհրդակցական մարմիններ են նախատեսված, այն ժամանակ դա նախագահին կից խորհրդակցական մարմիններն էին, հին սահմանադրության 54 թե 55-րդ կետով էր։ Հա, ես համարում եմ, որ հանրային խորհուրդը ազգային ժողովն է։ Մարդիկ կլինեն կտարակուսեն, կասեն այ մարդ չէ, դե վախր սահմանադրության մեջ այդ հնարավորությունը կա, ինչու չանենք, ստեղծվել է, ցուցակին լրիվ չեմ ծանոթացել, մի քանի տասնյակ մարդ են, չէ, ինչքան իմացա, հա, լավ են արել։ Ես շատ կասկածում եմ, թե
ինչ որ էֆեկտիվ կամ արդյունավետ գործունեություն կծավալի այդ հանրային խորհուրդը։ Բազմաթիվ անելիքներ կային մինչև այդ հանրային խորհուրդը, որոնք չեն արվել երկրում, եւ ինչքան նկատեցի 1 տարի առաջ, երբ կարծես թե կառավարության նիստում վարչապետը խոսում էր հանրային խորհրդի մասին, ասաց, որ այդ ճշմարտության հանձնաժողովի առաքելության կամ լիազորության նման բան պիտի ստանձնի կամ կստանձնի կամ իր գործառույթներից մեկը դա կլինի, խոսքն այն մասին էր, որ 18 թվականից խոսվում էր, որ պիտի քաղաքական գնահատական տրվի անցած զավթմանը Հայաստանի Հանրապետության, տարբեր մոտեցումներ կային 1920 թվականից սկսած մինչև 18 թիվը, թե 91 թվականից մինչև 18 թիվը, էական չէ, այս մասին խոսակցություններ եղան, ինձ համար էական է իհարկե, իշխանության տեսանկյունից այդպես հստակ բան չկար, էլի դիրքորոշում, թե որ ժամանակը վերցնե, պետությունը զավթվել է բոլշևիկների եւ քեմալական թուրքերի կողմից 1920 թվականից, թե այնուամենայնիվ դա եղել է ինչ-որ մի երկրորդ հանրապետություն, ինչը կեղծ է իհարկե, երկրորդ հանրապետություն չի եղել այն ժամանակ։ Եվ այդ ճշմարտության հանձնաժողովը, որը պիտի քններ Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների դեմ հանցագործությունները, ոտնահարումները, զանգվածային ոտնահարումների դեպքերը եւ այլն այս 30 քանի տարիների կոնե, դա տեղի չունեցավ ու անցած տարի վարչապետը իր կառավարության նիստի խոսքի ժամանակ ասում էր, մեզ քննադատում են, որ մենք ուշացնում ենք, ահա մենք ստեղծում ենք արդեն երհադրում է, որ այս հանրային խորհուրդը պիտի զբաղվի դրանով եւ թե ինչքան պիտի տևի դա ոչ ոք չգիտե 5 տարի, 7 տարի, 70 տարի է քննելու այս հանրային խորհուրդը շատ մեծ հույսեր չեմ կապում, եթե սխալվեմ կասեմ, որ այմար սխալվել էի, տեսեք մեծ հույսեր չեմ կապում, ինչպես եւ չեմ կապել այն ժամանակ, երբ Սերժիկ Սարգսյանը ստեղծեց այն հին հանրային խորհուրդը։ Անցման շրջանում ինչ-որ մի փուլ եղավ, երբ հանրային խորհուրդը Ստեփան Սաֆարյանն էր ղեկավարում ու որոշակի զգալի ակտիվություն իր խոսքը ասելու դիրք բռնեց, բայց դա կարճ տևեց, եթե չեմ սխալվում, 1-2 տարի ճշգրիտ չեմ հիշի, ներողություն, եւ հիմա երրորդ զարգացումն է ապրում այդ հանրային խորհուրդը, շատ մեծ հույսեր չեմ կապում։ Եվ համարում եմ, որ իսկական հանրային խորհուրդը դա ազգային ժողովն է։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում էի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Կհանդիպենք։